Բարև ձեզ։ Շողակաթ հեռուստաընկերության եթերում տաղավարում շարքի հերթական հաղորդումն է եւ մենք շարունակում ենք քննարկել մեր կրթության գիտության խնդիրները տարբեր դիտանկյուններից։ Այսօր տաղավարում հյուրընկալել ենք հերոսների վերականգնողական քաղաք հոգեկան առողջության կենտրոնի հիմնադիր Սուրեն Արենցին։ Սուրեն, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Սուրեն, մենք այստեղ արդեն մի անգամ հանդիպել ենք շուրջ 2 տարի առաջ։ Այն ժամանակ նոր մեկնարկում էր կրթական ծրագրեր առողջական կենտրոնում եւ մենք խոսում էինք ապագայի մասին։ Այսօր ես հարկ համարեցի ձեզ հրավիրել եւ մեր զրույցը շարունակել, երբ աշխովս ընկավ, որ նոր դասընթաց է մեկնարկում, սկսում երաչափ մոդելավորման 6-ամսյա դասընթաց, բայց նախ ուզում եմ դրան դեռ կանդրադառնանք, ուզում եմ նախ խոսենք այդ 2 տարիների ընթացքում ինչ կրթական ծրագրեր եք իրականացրել կենտրոնում։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք չենք կարող շեղվել կրթական ծրագրերից, որովհետև երբ խոսում ենք հոգեկան առողջության մասին, հոգեկան առողջությունը դա մարդու սեփական անձի ինքնավերականգնման process է, որը առանց կրթվածության հնարավոր չի անել։ Եվ շատ դեպքերում մենք բախվում ենք այդ խնդրի հետ, երբ որ մարդը ինտելեկտուալ չի, հոգեկան առողջության բուժումը շատ ավելի դժվար է լինում, այսինքն հիմնականում օգնում են դեղորայքային միջոցներով, որովհետև մարդը չի կարողանում ընկալել իր ներկա այստեղ եւ հիմա իրավիճակը։ Կենտրոնը արդեն 5-րդ տարին է գործում է։ Ցավալի է դեռ կենտրոնի իրականությունը այսօր կա եւ արդիական է։ Ես ցավ եմ ապրում, անհրաժեշտություն։ Ես ցավ եմ ապրում, բայց ուրախ եմ նաեւ, որ կենտրոնը գնում է առաջ։ Մոտ 5 տարվա ընթացքում մենք արդեն կարողացել ենք մի քանի բուժական վայրեր ավելացնել։ Կենտրոնը այսօր արդեն մոտավորապես 3000 քառակուսի մետր Վարդան Ամալյանի անվան հրեշտակների բուժական պուրակը ավարտել է եւ շուտով բացումն է անելու։ Կենտրոնը այսօր ունի արդեն 3D մոդելավորման սարքավորումներով հագեցած սենյակ, որի մասին շուտով կխոսենք։ Կենտրոնը այսօր արդեն խնամքի ծառայության սենյակ է պատրաստում, մեծ առանձին շենք, որտեղ լինելու է նյարդավերականգնողական բաժանմունք, սա հոգեկան առողջության բուժումներում առաջին եւ անհրաժեշտ կարևոր նախապայմաններից մեկն է եւ առաջնային է մեզ համար։ Կենտրոնը ավարտել է իր հացատան շինարարությունը եւ հացատունը արդեն գործում է արդեն 2 տարի է։ Կենտրոնը այսօր հերոսների հայրերի համար առանձին թոնրատուն է պատրաստել, որտեղ որ երիտասարդները այցելություններ պետք է անեն, եւ կենտրոնը արդեն մտածում է ձմեռային այգու մասին, որը նույնպես հոգեկան առողջության բուժումներում առանձնահատուկ վայր է լինելու, եւ նաեւ այս տարի կենտրոնը հույս ունի, որ սկսենք ստացիոնար շենքի շինարարությունը։ Սուրեն, ես ուզում եի կրթական ծրագրերի մասին, հա, ինչ կրթական ծրագրեր եք այս ընթացքում իրականացրել։ Տեսեք, կներեք Սուրեն, տեսեք դուք հիմա ասում եք, որ ցավալի է, որ դեր անհրաժեշտություն կա, այսինքն հոգեկան խնդիր ունեցող բազմաթիվ մարդիկ կան եւ հիմնավորում եք, որ առանց կրթության դժվար է իրականացնել նրանց բուժումը, բայց ես որքան գիտեմ, կրթական ծրագրերը միայն նրանց համար չի, ովքեր խնդիրներ ունեն, այլ նրանց զավակների, չգիտեմ, այդպես վիրավորների, զոհվածների, ընտանիքների, երեխաների եւ այլն, բազմաթիվ այդպես թիրախային խմբեր կան, ես ուզում եմ այդ մասին խոսեք, կրթական ինչ ծրագրեր է իրականացվել կենտրոնում։ Շատ ճիշտ, կենտրոնը ի սկզբանե երբ բացվել է, խնդիր չի դրվել միայն պատերազմի հենց բուն մասնակիցների, որովհետեւ պատերազմը, ինչպես գիտեք, գնում է ոչ միայն ռազմաճակատում, նաեւ թիկունքում։ Եվ կենտրոնը իր վրա պարտավորություն է վերցնել նաև տեր կանգնելու զոհվածների ընտանիքի անդամներին, դրանց մեջ մտնում են երեխաները, մայրերը, դրանց մեջ մտնում են նրանց կանայք, ամուսինները, հայրերը եւ այսինքն մեծ խումբ է։ Ցավոք նաև սրա մեջ ենք մտնում նաև արդեն Արցախից տեղահանված մարդիկ, հա, այսինքն կենտրոնը նաև էտել է իր վրա վերցրել։ Եվ մի կարևոր փաստ կա, որ հոգեկան առողջության բուժման ընթացքում զինվորը երբ որ գտնվում է բուժման ընթացքում, ցավոք կրթական ծրագրերին չի կարող մասնակցություն ունենալ, որովհետև իր կարգավիճակը թույլ չի տալիս դեղերի ազդեցություններ, իր ինքնազգացողությունը, բայց կենտրոնը այդ առումով որոշեց, որ նրանց երեխաներին կրթության տա, հատկապես այն երեխաներին, որոնց ծնողները ընթացքում բուժվում են, եւ այն երեխաները, որոնք ծնողներ չունեն։ Եվ շատ կարևոր խնդիր դրեցինք կրթության կողմնորոշման հարցում։ Այսինքն շատ կարևոր է այսօր մասնագիտական կողմնորոշման հարցում գերժամանակակից աշխարհում երեխաները պետք է կողմնորոշվեն, թե ընդհանրապես ինչ են ուզում դառնալ։ Եվ այդ ինչ են ուզում դառնալը ոչ թե պիտի գրքերից լինի, այլ մենք որոշեցինք, որ հենց տեղում իրենք ուսումնասիրեն։ Մենք ավելի շատ մտածում ենք երեխաների մասնագիտական կրթությունը 3D մոդելավորման ծրագրերի մասով, որովհետև այստեղ միայն չենք խոսում
իրենց կրթական կողմնորոշման, այլ նաև այստեղ աշխատանքի հետ կապված իրենց մոտ հետաքրքրություն է մտնում։ Այսինքն ինչ է այստեղ տեղի ունենում։ Երեխան գալիս է սովորում է արհեստական բանականության մի ճյուղ, մոդելավորումը, ընթացքում տեսնում է այդ սարքերը, այդ սարքերի ընթացքում կարողանում է ինքը տպագրել այն ինչ որ ինքը կարողանում է ծրագրել, տեսնում է process-ը թե ինչպես չի կարելի անել, այսինքն նաև այդ մոդելավորման ընթացքում սարքավորումները երբ որ տպագրում են սխալ ծրագրավորման ընթացքում տրակում են այդ խաղալիքները, ոչնչանում է այդ ապրանք, այսինքն նաև այս process-ն է տեսնում եւ հետագայում ինքը տեսնում է որ կարելի է նաև այդ իր կրթված եւ իր սովորած process-ի ընթացքում գումար վաստակել։ Սա շատ կարևոր process է այս նոր սերունդի հետ կապված, որովհետեւ հիմա եթե երեխաները մի բան ուզում են սովորեն եւ հետո դա չեն կարողանալու վաճառեն կամ դրանից գումար չեն աշխատելու, իրենց այդ կրթությունը չի հետաքրքրում։ Սուրեն, մի քիչ այնուամենայնիվ թերի մնաց, միայն եռաչափ մոդելավորման դասընթացներ են մինչև հիմա եղել։ Տեսեք, մենք անցել ենք ամառային ճամբար։ Ամառային ճամբարի ընթացքում երեխաները սովորել են նկարչություն, երեխաները սովորել են կավագործություն, երեխաները սովորել են մոտորիկայի զարգացման հետ կապված աշխատանքներ են տարել երեխաների հետ կապված, երեխաները խոհարարություն են սովորել, այսինքն ուտելիքի հետ կապված աշխատանքներ են կատարել, երեխաները բույսերի տնկման, էտման, հա, որոշակի աշխատանքներ են կատարել, գյուղատնտեսական տեսել են թե ինչպես են բույսը կտրում, ինչպես է արմատակալում, ինչպես է ծաղիկ տալիս, ինչպես է փչանում նաև երեխաները նաև այս կրթական ծրագրերի ընթացքում ծանոթացել են գրողների հետ, հա, 1 տարվա ընթացքում, 2 տարի արդեն նաև այլ արվեստի այլ ճյուղերի մարդիկ տարբեր ներկայացուցիչներ, մենք փորձում ենք նաև իրենց հետաքրքրող անձանց հրավիրել, կլինի դրանք ոչ արվեստի ներկայացուցիչներ, չգիտեմ, սիթկոմի, հա, խաղացողներ, հա, փոքրիկ ինչ-որ սիթկոմների դերասաններ, կլինեն դրա գրողներ, որպեսզի երեխաների մոտ նաև հետաքրքրություն լինի կյանքի հետ կապված, բայց նաև ուշադիր ենք լինում, որպեսզի երեխաները շատ չշեղվեն այդ ոչ նյութական, հա, այդ փուչիկ կոչված, հա, պղպջակային արվեստից, նաև մեզ մոտ աստվածաշնչի թեմաներն ենք մենք շատ, հա, հոգևորականներն են շատ այցելում կենտրոն, նարեկացու ընթերցանություններ են կատարում կենտրոնում, կենտրոնը այս տեսակ կրթական ծրագրերով շատ բազում է ինքը, բայց իհարկե այս պահին միայն երեխաների մասով ենք անում, որովհետև զինվորները դեռ բուժման ընթացքները լրիվ չեն ավարտել, բայց մի ուրախություն ինձ երեխաների կրթական ծրագրերի ղեկավարը մեզ մոտ արդեն իր բուժումները ավարտած տղա է, այսինքն մենք խոսում ենք մի բանի մասին, որի մասին չէինք կարող անգամ պատկերացնել 2 տարի առաջ։ Լուրջ էր խնդիրները իր մոտ։ Խնդիրների լրջությունը հոգեկան առողջությունում այն տեսակ են, որ 5% է լինելու կամ չլինելու հավանականությունը, այսինքն դու կարող ես մարդուն լրիվ փչացնել եւ կարող ես մարդուն օգնել, որ ինքը ոտքի կանգնի։ Տղան, որ հիմա դասավանդում է մեզ մոտ, թողել էր կիսատ կրթությունը, որովհետև չէր կարողանում շարունակել։ Գնացել էր Մոսկվա, շատ լուրջ մասնագետ էր արհեստական բանականության եւ ընդհանրապես չէր ուզում սովորել, չէր ուզում, ոչ մի բան չէր ուզում անել։ Եվ աշխատանքները գնացին այնպես, որ հիմա ինքը ոչ միայն ինքն է աշխատանք ունի այսօր եւ նաեւ աշխատանքից բացի ավելի բարձր աշխատավարձի ակնկալիքով հարցազրույցներ է անցել եւ արդեն վերջին հարցազրույցն է մնացել, մոտավորապես ասեմ 1.5 միլիոն աշխատավարձի մասին է խոսքը գնում այդ տղայի, որ այսօր աշխատանքի ընդունվելու։ Եվ նաեւ հիմա ինքը կրթում է երեխաներին։ Տեսեք 2 տարի առաջ մենք խոսում էինք մարդու, որի ճակատագիրը բարեգործական, այդպես հասարակական կարգով թե վճարվելու է ձեզ մոտ։ Այդ 1.5 միլիոնը ձեզ չի վերաբերվում։ Չեմ կարող աշխատավարձի մասն է խոսքը գնում, այսինքն տեսեք անձը, որին մենք փրկել ենք, որը ինքը իրան կարողացել է փրկության օղակ գտնել եւ ինքը ոտքի է կանգնել, այսօր կարողանալու է ոչ միայն իրեն տիրություն անել, այլ նաեւ կարողանալու իր ընտանիքը պահել, այսինքն այստեղ խոսում ենք մարդկանց փրկության մասին, որոնք որ նաև իրենց հետևից մարդիկ են տանելու, ընտանիքներ են պահելու, երեխաների կրթությամբ են զբաղվելու։ Հիմա այս կրթական ծրագիրը շատ փոքր ֆինանսավորում ունի, շատ չնչին, սիմվոլիկ։ Ես կասեի անգամ տաքսու գումարն է միայն բավարարելու, բայց ինձ համար շատ կարևոր է, որ մեզ մոտ բուժում անցած տղան կարողանում է իր կյանքը շարունակել։ Սա շատ կարևոր կոմպոնենտ է մեր կրթական ծրագրերի մեջ, որպեսզի լինի զինվոր, որպեսզի երեխաները նաև տեսնեն, որ պատերազմի մասնակից անձը դա միայն թշնամու սպանող անձը չի, այլ նաև կրթություն, գիտելիք ունեցող անձնավորությունն է, որը նաև մարդկանց սովորեցնում է, որ աշխարհը նաև կարելի է գնալ ավելի հետաքրքիր ճանապարհով, հա, կարելի է նաև, չգիտեմ, կոճակ սեղմելով հարուստ լինել, կարելի է համակարգչում որևէ կոճակներ սեղմելով ավելի հետաքրքիր կյանքով ապրել, ավելի հաճելի կյանքով ապրել։ Սուրեն, հիմա գանք եռաչափ մոդելավորման նոր դասընթացին, որը մեկնարկեց մի քանի օր առաջ, սա ես որքան գիտեմ,
առաջին նման դասընթացը չի, բայց սա ոնց որ թե տարբերվում է մի բանով, որ նոր սարքավորումներ եք, հա, այդպես ձեռք բերել եւ բավականին ինձ թվում է թանկ սարքավորումներ։ Դες վտանգ չկա, որ այդպես, չգիտեմ, հանգանակություններ, Լիոնից, բան այդպես ու երեխեքը դրանք կփչացնեն, թե դա ամենակարևորը չի։ Տեսեք, առհասարակ կենտրոնի ստեղծման ռիսկայնության գործոնը շատ բարձր է։ Գիտեք, ես այսօր 5 տարվա ընթացքում խաղացել եմ մարդկանց հուզական աշխարհի հետ, մարդկանց ֆինանսների հետ եւ կարծում եմ այսօր པարզ ճակատով մենք իրար հետ նստած ենք եւ ինձ այսօր չեն վերացրել, իմ հետևից հայոյանքներ չեն հնչում։ Եվ այսօր այն սարքավորումները, որ ներդրվել են, ավելին ասեմ, դրանք շարունակվում են ներդրնել, որովհետև հովանավորները, Լիոնի Նայրի պարախմբի ղեկավարները, Ֆրանսիայի մեր ընկերները, իրենք անձամբ են տեսել, որ այդ սարքավորումների ներդրումը երեխաներին ոչ միայն կրթական ծրագրերը չեն կարողանում երեխաները փչացնել, այլ նաև դա օգուտ է տալու, որ կենտրոնը գումար աշխատի։ Մենք խոսում ենք մի բանի մասին, որ մենք ներդրում ենք անում, կենտրոնը կարողանում է այդ ներդրումը այնպիսի առաջ տանել ծրագրերը, որ կարողանա նաև գումար հետապնդել, հետագայում այդ ծրագրերի շարունակության համար։ Հա, շահույթ ունենալ նոր ծրագրեր։ Շահույթ ունենալ ծրագրեր անել։ Նույն կերպ մենք նաև ներկայացրեցինք ծրագիրը Ամկոր կազմակերպությանը այս տարի եւ շատ ուրախ ենք, որ միանգամից դրա մասնորը հաստատվեց եւ հենց Ամկոր կազմակերպությունը նույնպես որոշակի սարքավորումներ գնելու հնարավորություն տվեց մեզ, տեսնելով մեր անցած ճանապարհը։ Սարքերի փչացնելու հավանականությունը շատ հեշտ է։ Եթե ղեկավարը վատն է։ Եթե ղեկավարը վատն է, երեխաներին փչացնելու հավանականությունն էլ մեծ, սարքերի փչացնելու հավանականությունն էլ մեծ, մեր ռեյտինգն է շատ վտանգի տակ դրված, բայց մենք կարողանում ենք նաև սարքերի process այնպես անենք, որ երեխաները նաև տեսնեն, թե ինչը չի կարելի սարքերի հետ անել, սա էլ է շատ կարևոր process, որովհետեւ երեխաները նաև մասնակցություն ունենան այդ սարքերի սարքման process-ին, որովհետեւ սարքերը այդպես նյու-հաու չեն, ինչ որ տաքացնող պայալնիկներ են, որոնք ջերմային աստիճանի ընթացքում տյուբիկները գալիս են, հոսում են եւ իրենց պատկերն են տեսնում։ Ոչ միայն տյուբիկային, նաև հեղուկային սարքեր ունենք, որոնք նույնպես շատ թանկ արժեք են եւ դրա փչացնելու հավանականությունը մեծ է, բայց բարեբախտաբար երեխաները շատ զգուշորեն են մոտենում այդ ամեն ինչին։ Ընդհանրապես հայ ազգի մոտ տպավորություն կա հայ ազգի մասին, որ մենք միշտ փչացնող ենք։ Բայց ասեմ ձեզ, մենք եւ համաշխարհային պատերազմի ընթացքում, եւ ապերիլյան պատերազմի ընթացքում, եւ 44-օրյա պատերազմի ընթացքում մենք մեկ գործիքով, մեկ փոքրիկ գործիքով կարողացել ենք գեր ժամանակակից սարքավորումները սարքել եւ շարունակել մարտը։ Ընդհանրապես հայի ուղեղը այդ առումով շատ հետաքրքիր է։ Սուրեն, ես դասընթացներին, որը կարծեմ 6 ամսյա է եւ 2 փուլով, քանի երեխա է մասնակցում։ Թիրախային խումբը ինչքան է եւ որքան դպրոցականներ են գալիս։ Երեխաների հետաքրքրությունն այսօր հասել է 60։ Ամեն դասընթացի 60 երեխա ցանկանում է մասնակցել։ Մենք տեղ չունենք անգամ սենյակում։ Պլանավորում ենք մինչև 150 երեխա պիտի կրթություն ստանա, բնականաբար որոնցից ուղիղ 51%-ը գուցե վերջում չշարունակի այդ կրթությամբ զբաղվել, բայց ցուցանիշը ցույց է տալիս մեր գործընկերների, որ եթե 51% երեխաների կրթվածության ցանկությունը, հա, կրթվելու ցանկությունը լինի, ապա ծրագիրը համարում ենք հաջողված։ Երեխաների մոտ ինչն է խնդրեմ, լսելու ցանկություն չունեն։ Մենք ծրագրերը այնպես ենք կազմում Սպարտակի հետ եւ հատկապես միայն ինքն է այնպես կազմում, որ երեխաները նաեւ գործողության մասնակից լինեն։ Այսօր է դարաշրջանը չի։ Ոչ մենակ դասախոսություն լսեն։ Այդ մենք չենք, որ նստենք, լսենք, դասախոսը գնա։ Երեխաները ուզում են մկնիկով իրենք փորձեն, համակարգչով իրենք ծրագրավորեն, միանգամից ուզում են փորձեն։ Մենք հնարավորություն ենք տալիս ծրագրի կեսից փորձելու, հասկանալու, որ իրանք դեռ այդքան բավականաչափ գիտելիք չունեն, որ նորից վերադառնան լսելուն։ Սա անընդհատ process է, որ երեխաները պիտի կարողանան, ընդհանրապես բուժումն է այդ տեսակ։ Հոգեկան առողջության բուժման մեջ գտնվող անձը միանգամից արդյունք է ուզում տեսնել իր առօրյա իր կյանքի հետ կապված։ Եվ հոգեբանները ստիպված են լինում երբեմն նաև որոշակի բաներ մտածել, որպեսզի այդ արդյունավետությունը միանգամից իր առողջականի վրա զգան։ Խորհրդակցում են հոգեբուժների հետ, որոշակի դեղորայքային միջամտություններ լինում, որպեսզի անձը կարողանա արագ զգա, չէ՞, մենք գնում ենք դեղաբ ընդունում ենք, ուզում ենք միանգամից լավ լինենք, ժամանակ չկա։ Նույնպես կրթությունն է։ Բարդ ծրագրեր են, սա խոսում ենք արհեստական բանականության մասին, որով այսօր աշխարհը հիացած է։ Թվում է թե ինքը
դե ինչ է, կոճակ է, էլի կսխում ենք կտպի, բայց պետք է ճիշտ ջերմաստիճան հաշվարկել, ճիշտ սպիրալ հաշվարկել, պետք է նյութը ճիշտ ընտրել, գույները ճիշտ ընտրել եւ պետք է հետաքրքիր product լինի, որ կարողանանք նաեւ բան, հա, որ եթե դու ստեղծում ես, հա, որևէ բան, դրա դիզայնից սկսած, վերջացրած չգիտեմ, էլի։ Եվ հետո սա միայն խաղալիքի մասին չենք խոսում։ Իհարկե, մենք հիմա խոսում ենք խաղալիք, բայց սա շատ կարևոր դետալ է սարքավորումների հետ կապված, որովհետեւ մենք գիտենք, որ Հայաստանում կան շատ սարքավորումներ, որոնց սպասարկումը Հայաստանը չունի։ Եվ այդ դետալների փչացման ցանկացած մեխանիզմի պարագայում մենք կարողանանք սկանավորել այդ փչացած դետալը, 3D մոդելավորել, տպագրել եւ տեղադրել այդ սարքավորման մեջ։ Այսինքն նույն այս տեսախցիկների մեջ կան փոքրիկ անիվներ, ատամիկներ, կնոպկաներ, որոնց ձեռք բերել այսօր շատ հեշտ չէ։ Ցավոք սրտի հեշտ չէ, դրանք հենց այդ 3D մոդելավորման արդյունքում կատարված սարքավորումների արդյունքում կատարված աշխատանքն է։ Միջև անգամ մտադրություն ունենք մեքենայի սարքեր տպագրել, հայլիներ տպագրել, այդ դիմացը ինչպես է կոչվում հայերեն, չգիտեմ։ Դիմապակին, դիմապակ շթերը, հա, շիթը մեքենայի պատրաստել, այսինքն այնպիսի բաներ, որ կենցաղում պետք լինի, որտեղ նաև կենտրոնը ինքնաֆինանսավորման խնդիր ունի։ Կենտրոնը պետք է ամեն ինչ անի, որպեսզի այս մուրացկանությունը դադարի եւ գնա ինքնաֆինանսավորման։ Սուրեն, այս վերջին դասընթացին ես ինչ որ աշկոս ընկավ 160 թիվը, չգիտեմ դա ստույգ է թե չէ, բայց ովքեր են այդ երեխաները հիմնականում նրանք են, որոնք հա ծնողները հաշմանդամություն ունեն պատերազմից կամ հոգեկան խնդիրներ ունեն, կամ Արցախից, հա, վերջի բռնագաղթից հետո Հայաստանում հաստատված մեր արցախցիների զավակներն են, թե օրինակ կարող է նաև Երևանցի ինքը ծնողների հետ կապված իր ծնողները ոչ մի խնդիր չունեն, բայց երեխան ուզում է գալ եւ մասնակցել։ Տեսեք, մենք Ամկոր կազմակերպության եւ Լիոնի մեր ընկերների հետ համագործակցության արդյունքում խնդրել ենք մի հետեւյալ սկզբունք, որ երեխաների պարագայում չլինի խտրականություն, որովհետեւ սերունդ փրկելը դա շատ կարեւոր է ու երեխան մեղավոր չի, որ ինքը այդ խավի ներկայացուցիչ չի։ Հիմնականում թիրախավորումը դրվում է պատերազմի մասնակիցների, զոհվածների ընտանիքներին եւ Արցախից տեղահանվածներին, բայց ուրախությունում ես գյուղում կա մեծ հետաքրքրվածություն եւ շատ երեխաներ, որոնք որ այս խավի ներկայացուցիչ չեն, եկել են, խնդրել են եւ մասնակցում են ծրագրերին։ 60 երեխայից մոտ 50-ից ավելին այդ խմբի ներկայացուցիչներն են, պատերազմի մասնակիցներ, զոհվածների երեխաներ, Արցախից տեղահանվածներ, մնացած 10-12 երեխան պարզապես գյուղի երեխաներն են, որոնք սովորում են այդ դպրոցում եւ կարողանում են պարզապես հետաքրքրություն ունենալ։ Շատ լավ համագործակցություն եղավ գյուղի դպրոցի հետ։ Մենք խնդրեցինք գյուղի դպրոցին, որ ոչ թե մենք տրանսպորտներով երեխաներին բերենք, տանենք եւ այլն, այլ հենց գյուղի երեխաները մասնակցեն, բայց իհարկե բաց է կրթական ծրագիրը Երևանից, Կոտայքից, որտեղից որ ցանկանան կարող են մասնակցել։ Այս պահին դեռ ծրագրին մասնակցում են Պրոշյանի երեխաները, որոնց թիվը արդեն ամեն դասավանդումը 60-ն անցել է։ Սուրեն, ինչ վիճակում է կենտրոնի գրադարանը, որին ես խոստացայի օժանդակությունը բերել ու այդպես էլ թերացա, ձևավորված է արդեն, հա, թե չէ։ Տեսեք, մի քանի գրադարակներ ունենք, բայց ես դա գրադարան չի անվանի։ Ես մեծ ցանկություն ունեմ մեծ գրադարան կառուցելու, որովհետև նորից եմ շեշտում, հոգեկան առողջությունը առանց ինտելեկտու զարգացման, առանց անձի ինտելեկտի բարձրացման 100% արդյունավետություն անհնարին է։ Իմ խորը համոզմամբ միայն կարող է դեղորայքային միջամտություն լինի շատ դեպքերում։ Ես այդպես եմ կարծում եւ մեր փորձն է ցույց տվել։ Մենք առանձին շենք կառուցենք եւ այնտեղ կլինի գրադարան, IT տեխնոլոգիաների զարգացման կենտրոն զուգահեռաբար, ինչպես նշել եմ, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ ընթերցանությունը լինի մոդայիկ, լինի վարակիչ եւ լինի պարտադիր, որովհետեւ ես կարծում եմ, որ կրթվելը դա պարտադիր է։ Պարտադիր անձը պետք է կրթվի, հատկապես զինվորը բուժման ընթացքում պետք է կրթություն ստանա։ Եվ այդ գրադարանը մեծ գրադարան ենք մենք մտածում կառուցել, որտեղ որ կլինի նաև միացված համաշխարհային ցանցին, հա, վիրտուալ աշխարհին պետք է լինի միացված, ոչ միայն այսպես ֆիզիկական պետք է լինի, այլ նաև կլինի on-line ընթերցանության դասեր, կլինեն, ինչպես ես նախորդում նշում էի, որ հեղինակները ընթերցանություն կանեն զինվորներին, ինչպես նաև զինվորները կկարդան գրքեր շատ հեղինակների գումարային որոշակի հնարավորություններ կստանան իրենցից բուժումը շարունակելու համար, հա։
Մենք խոսել էինք տպարանների հետ եւ մի քանի տպարաններ, նաեւ մի քանի հովանավորներ, այո, իրանք պատրաստ էին ֆինանսավորում տալ տղաներին, որպեսզի իրենց ստեղծագործությունները ընթերցեն եւ ամեն ընթերցած գրքի համար մենք պատրաստում ենք տղային տալ ֆինանսավորում գումար, որպեսզի իրենց մոտ գիրք կարդալը լինի նաեւ հաճելի եւ եկամտաբեր։ Եվ այդպես ոչ թե մարդուն գումար կնվիրենք, այլ ինքը այդ գիրքը կկարդա որոշակի գումարի դիմաց, հետո իր ընկերներին կպատմի գրքի հետ կապված քննարկումներ կանենք եւ ավտոմատ եւ կկրթվի եւ իր բուժման համար գումար կստանա։ Սուրեն մեր նախորդ զրույցի ժամանակ ընթացքում, որ ինչպես արդեն ասացի, շուրջ 2 տարի առաջ էր դուք այդ կրթական ծրագրեր եք իրականացնում, այդպես մասնագիտական ծրագրեր եք իրականացնում նաեւ չափահաս մարդկանց, հա, պատերազմի մասնակիցների բանի, որից հետո այդպես նախատեսվում էր իրենց աշխատանքի որևէ տեղ տեղավորել աշխատանքի, որ կարողանան իրենց ապրուստը հոգալ, ունեք վիճակագրություն, թե քանի մարդու այդպես կարողացաք օգտակար լինել։ Տեսեք, մենք համագործակցում ենք Արեն Մեհրաբյան բարեգործական կազմակերպության հետ, որտեղ որ զինվորները կրթական ծրագրեր են ստանում։ Մենք ընթացքում հասկացանք, որ ամեն մարդ պետք է իր գործը անի եւ ամբողջովին զինվորների կրթությամբ պետք է զբաղվի մեր շրջանակում Արեն Մեհրաբյան հասարակական կազմակերպությունը, որովհետև այն ինչ որ իրենք են անում, ավելի լավ մենք չենք կարողանա անենք։ Եվ մենք մեր զինվորները, ովքեր որ ցանկություն ունեին կրթությամբ զբաղվելու, ուղղորդում ենք դեպի Արեն Մեհրաբյան կրթական ծրագրերը։ 2000-ից ավելի զինվոր կրթություն է ստացել Արեն Մեհրաբյան բարեգործական կազմակերպությունում, կլինի դա 3D մոդելավորում, կլինի արհեստական բանականություն, թե տիեզերանավերի պատրաստում եւ ծրագրավորում ավելի մասնագիտական։ Նրանք հետո աշխատանք են գտնում։ Նրանցից ուղիղ 60-ից 70%-ը բարձր աշխատավարձով աշխատանքի են անցել։ Ինչպես Արեն Մեհրաբյան հիմնադրում, այնպես այլ տեղեր։ 2000-ից ուղիղ 60%։ Պատկերացրեք, սա ինչ մեծ ցուցանիշ է, մոտավորապես 60%-ը։ Ընդհանրապես կրթության մեջ 51% են համարում։ 1200 անում, 1200 անց այսօր այդ աշխատանքով կարողացել է շարունակել, ավելին իրենք իրենց ընկերություններն են կարողանում ստեղծել, իրենք իրենց ծրագրերն են կարողանում ստեղծել։ Այսպիսին է վիճակագրությունը։ Ցավոք հոգեկան առողջության բուժումներում հնարավոր չի շատ արագ կերպով ստանալ անձ, որը որ կկարողանա նաև, չգիտեմ, իր կրթությունը լիարժեք շարունակել, եթե տրավմաները լինում են խորը։ Ցավոք, սա երկարատև ճանապարհ է, այսինքն 5 տարին դա այն ժամանակահատվածը չի, որ կարելի է լուրջ տրավմա ունեցող տղայի պարագայում խոսել, որ ինքը կկարողանա լիարժեք իր կյանքը ձևավորել, շարունակել։ Ես կարծում եմ ավելի կար, չգիտեմ, մասնագետ չեմ, այսինքն դուք ունեք այդպես առողջական հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդիկ ձեզ մոտ, որոնք արդեն 5 տարի է ձեզ մոտ բուժվում են, հա։ Մենք ունենք տղաներ, որոնց բուժումը այդպես էլ շարունակվելու է, այսինքն իրանք մշտական ընթացքի մեջ են լինելու եւ իրենք կարողանալու են համակերպվել այդ դեղորայքին եւ այլն, բայց նվազեցված կարգավիճակով, հա։ Կենտրոնի խնդիրը կարգականխարգելիչ գործողություններն է։ Մեր նպատակը կանխարգելելն է։ Մենք չենք կարող հիմնականում դեղորայքային բուժման երկարատև ընթացքում գտնվող անձին միանգամից ոտքի կանգնացնել եւ բերել։ Ունենք տղաներ, որոնք որ արդեն կարողացել են հաղթահարել իրենց բուժումներ, ընտանիք են վերադարձել, ամուսնացել են կամ իրենց կնոջ հետ են միացել, կամ նոր ընտանիք են ձևավորել, բայց պետք է լինել հետևողական։ Սա ես ոչ մասնագիտական եմ ասում, բայց հոգեկան առողջության բուժումը դա վիրահատություն պես տարված օրգանի պես բան է։ Դու անընդհատ պետք է հետևես քո օրգանին, որտեղ կարող են բորբոքային process-ներ սկսվեն, կարող են այլ ընթացք ունենա։ Քանի որ Հայաստանը նաև հետ պատերազմական շրջանը չի ավարտվել Հայաստանի եւ այդ ամեն ինչ իրենց վրա ազդում է, հա, անընդհատ այդ process-ները պրոյեկցիա լինում եւ քանի դեռ չի հանդարտվել սահմանային իրադրությունները, գոնե հարաբերական կայունություն, մենք անընդհատ խոսում ենք հոգեկան առողջության բուժումների կրկնության մասին, տեմպի աճի մասին։ Մենք ասում ենք 14000, պետությունը վերջերս հայտարարեց 65000 հոգեկան խնդիր ունեցող անձի մասին։ Մենք ասում էինք 14000, մեզ հերքում էին։ Ասում են շատ եք ասում։ Հա, ասում էին շատ եք ասում։ Վերջերս առողջապահության նախարարությունը ասեց 65000 քաղաքացու մասին։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 70%-ը պատերազմի մասնակից անձինք են։ Ուղիղ 70%, ովքեր հիմա գտնվում են թե թիկունքային, թե դիրքային։ Մոտ 35000-անոց բանակի ուղիղ մեծ մասը այսօր հոգեբանական խնդիրներ ունի։ Բարեբախտաբար շատ կարողացել ենք հաղթահարել, բարեբախտաբար պետությունն էլ իր ներդրում ունեցել է այս բուժումների ընթացքում,
բայց դեռևս 14000 թիվը նվազել է մոտավորապես 5%-ով։ Սուրեն, լավ, այդ երկու տարբեր հարց մնաց, որ կուզեի ձեզ տալ, բայց քանի որ թեմայի մեջ ենք, սա հարցնեմ, հետո մի ավելի անկարևոր թեմա քննարկենք։ Մինչև հիմա քանի մարդ է դիմել ձեզ եւ որքան մարդիկ են բուժում ստացել ձեր կենտրոնում։ 2300-ից ավելի բուժական դեպք ունենք։ Դիմողականությունը մոտավորապես 3000-ից ավելի է եղել, որովհետեւ մենք խմբային թերապիաները չենք հաշվում այս թվի մեջ։ Ունեցել ենք տուրիստ այցելուներ, ես դրանց տուրիստ այցելում, երբ որ մարդը եկել է մի քանի անգամ, հետո էլ չի եկել։ Սա մեզ համար բուժման չի, բուժման process չի։ Ցավոք այսօր կենտրոնը գտնվելով շինարարական process-ի մեջ լիարժեք չի կարողանում ամենօրյա հոգեբան ունենալ։ Շաբաթական ընդամենը 2 օր ունենք հոգեբան, բայց այդ 2 օրվա հոգեբանական թիվը մեզ թույլ է տալիս, որ մենք շաբաթական 12 տղայի կարողանանք հոգեկան առողջության բուժում տրամադրել, հա։ Սուրեն, անընդհատ շեշտում ես տղա բառը, բայց ասում ես, որ ընտանիքներին քիչ առաջ հասկացա, որ 35000-նոց բանակի հետ առնչվող մարդիկ նույնպես, հա, այդպես հոգեկան խնդիրներ ունեն, ասենք մայրեր, հայրեր, քույրեր, ինչի է անընդհատ տղաներ ասում, աղջիկներ չկան ձեզ։ Աղջիկներ կան, բայց 80%-ը տղաներն են, 20%-ը մայրերն են կազմում։ Զոհվածների ցավալի է, որ զոհվածների հայրերը դեռևս հիմնականում բուժումներին մոտ չեն գալիս, մենք դա չենք համարում բուժում, պարզապես այցելություններ են սրանք, ինձ համար շատ ցավալի է այս դեպքը։ Իրենք նախընտրում են մենակությունը։ Ցավոք այսօր հայ տղամարդը Հայաստանի Հանրապետության ամենատխուր խավն է համարվում, ամենավոչ երջանիկ խավերից մեկն է։ Կլինի դա պատերազմի մասնակից, թե սովորական անձ։ Ցավալի է, բայց այդպես է։ Տղամարդու ինքնավերարտադրողականությունը շատ թույլ է, ու դա ինձ թվում է հոգսերի հետ կապ չունի, որտեղ ես ունեմ լիքը միլիոնատեր ընկերներ, որոնք նույնպես երջանիկ չեն։ Սա ֆինանսի հետ էլ կապ չունի, աշխատանքի հետ էլ կապ չունի, սա ինչ որ մտածելու տեղիք պետք է տա, թե ինչու է այսպես։ Մեր ընտանեկան մոդելում ընդհանրապես տղամարդիկ երջանիկ չեն։ Մենք հիմա ամեն ինչ անում ենք, որ զոհվածների հայրերին բերենք թերապիաների։ Ես հիմա մեծ բան եմ նախաձեռնել, բացօթյա թոնրատուն է անունը, որտեղ որ դպրոցականները եւ ուսանողները պետք է հանդիպեն զոհվածների ծնողների հետ, հատկապես արական ծերից։ Իրենք պետք է խորոված սարքեն, զրուցեն, պատմություններ պատմեն։ Իմ խնդիրն է, որպեսզի այդ մարդիկ ինչ որ մեկի հետ զրուցեն, շփում, սոցիալիզացիա ունենան, զրուցեն, որովհետև իրապես հատկապես եթե ինտելեկտը բարձր անձի մասին ենք խոսում, ով տրավմա է ստացել, այդ անձին համոզել, որ ամեն ինչ լավ է լինելու, շատ բարդ երևույթ, որովհետև ինքը մի 99% իր ամբողջ բջիջներով գիտակցում է, որ այլևս փրկություն չունի այդ երեխայի վերադարձը, այլևս չի լինելու, հատկապես երբ որ երեխայից հետո հայրենիքն ես կորցնում, հատկապես երբ որ ընկերներիդ ես կորցնում, հատկապես հասարակության վերաբերմունքն ես կորցնում, եւ ընդհանրապես մեր հասարակությունը մի քիչ պատժող գործողությունների շատ է դիմում, շատ է դիմում եւ այն նախադասությունը դե զզվացրիկ էլի հերիք եղավ, այս արդեն սպանում է այս մարդկանց, որովհետև մրջուն չի էլի։ Մարդա կորցրել մարդ իր կյանքում ու բոլորն էլ հերոսներ են։ Մենք որ ասում են ինչի եք բոլորին ասում հերոս։ Ասում են ինձ համար հերոսություն է 19 տարեկան երեխան, երբ որ կռվում է, ասենք 40 միլիոնանոց բանակի, դա հերոսություն է ինձ համար։ Անկախ դրանից խրամատում է զոհվել, հաց ուտելուց է զոհվել, մեքենայի մեջ է զոհվել, էական չի, ծնողի համար այդ երեխան հերոս է։ Եվ այդ արական սերի հետ կապված այդ խնդիրը դեռ ունենք, դեռ չենք կարողանում լուծենք։ Սուրեն, լավ, մի ավելի հաճելի թեմայով ավարտենք մեր զրույցը, ինչ վիճակում է մեղվապահության ծրագիրը եւ հետո այդ մեղվապահությունը նույնպես հա դառնալու է մեղուների շփման, աշխատանքի միջոցով հոգեկան առողջության, հա, վերականգնման հնարավորություն, թե շահութ է դա պնդելու։ Տեսեք, կենտրոնը մի հետաքրքիր մոդուլ ունի։ Անկամ ջուրը, որ հոսում է, թերապևտիկ նպատակով է։ Այդ շատրվանորը այդտեղ դրված է, միայն զովանալու համար չի, դա ձայն է, միջավայր է, մթնոլորտ է։ Ապիթերապիա բուժում կա, որը որ մեղուների թերապիայի մասին է խոսում, եւ նաեւ մենք զուգահեռաբար այնպես ենք անում, որ լինի եւ օգտակար, առողջական եւ օգտակար ֆինանսական տեսանկյունից, որ մեկը մյուսին փակի։ Մեղուների պետական լավ ծրագիր կա Հայաստանում, մենք նաեւ լավ բաներ ենք ասում, որի 50%-ը պետությունը ֆինանսավորում է, այսինքն պետակը եթե արժի 80000 դրամ, դրա 40000 դրամ պետությունն է տալիս, 40000-ը հովանավորը։ Եվ հիմա մենք մեր հովանավորների անուններով, ֆիրմաների անուններով պետակներ ենք գնել, եւ այդ պետակների արտադրանքը վերջում պետք է վաճառենք։ Ես ստացվում է, որ օրինակ, չգիտեմ, Օհանյան ընկերությունը գնել է 3 հատ պետակ, այդ 3 հատ պետակից ինչքան մեղվա ընտանիքը մեղու արտադրի եւ վաճառենք, ստացվել է Օհանյան ընկերության կողմից ներդրում հերոսների քաղաքին։
Իսկ սա մշտական բիզնես պրոյեկտ է, զինվորները զբաղվելու են մեղուների արտադրությամբ։ Սա process է, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչպես կարելի է ճիշտ աշխատանք տանել, ինչպես է մայրը աշխատացնում մնացած մեղուներին, ինչպես են զինվորները հետևում, որպեսզի ավելորդ, չգիտեմ, մեղուներ չմտնեն փեթակ։ Բացի դրանից, մի տեղ ենք պատրաստելու, որտեղ այդ մեղվի բզոցը, այդ ապիթերապիա կոչեցյալ այդ բուժումը տեղի ունենա, եւ սա հոգեկան առողջության համար շատ կարեւոր է, նյարդային համակարգի հանգստացնելու համար։ Բայց սա նույնպես շատ վտանգավոր բուժում է, եւ պետք է շատ ուշադիր լինել, որովհետեւ այդ մեղվի խայթոցը որքան օգտակար է, այնքան էլ վնասակար։ Սուրեն, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք, եկաք եւ ազրույց եղավ, բայց առավել շնորհակալ եմ ձեր ծավալած գործունեության համար, ձեզ հաջողություն եմ մաղթում։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, սա նույնպես օգնություն է եւ սա նույնպես հնարավորություն է, որպեսզի հանրությանը մենք ներկայացնենք մեր աշխատանքը եւ հանրությունը իմանա, որ ամեն ինչ դեռ կորած չի եւ պետք է գնալ առաջ։ Շնորհակալ եմ, Սուրեն։ Իսկ մենք շարունակենք տաղավարի եթերում քննարկել մեր կրթության եւ գիտության խնդիրները ամենատարբեր դիտանկյուններից։